Բարև ձեզ, բարև։ Բարև ձեզ, դա խելոք հրաժարական տալն է, և միգուցե դրանով դուք մնաք պատմության մեջ, հեռացեք Փառք Հայաստանի արժանապատիվ ժողովրդին, Փառք Աբովյանցիներին, Փառք մեզ, որ մենք կարողանում ենք ընտրություն անել և վերածնվել ենք, կեցցե մեր ընտրված Ռաֆի Հովհաննիսյան նախագահը։ Շնորհակալություն Սուսաննա Մուրադյանը Երևան քաղաքում։ Ռաֆի Հովհաննիսյանը մոտենում է Պահում ժողովրդի ձայնը, այժմ շատ կարճ խոսքի իրավունքով, մեկ այլ տիկնոջ Սուսաննա Ղարխուդարյանին, ով Մալաթիա Խաչատուր Աբովյանի արձանին, փաստորեն և ծաղիկներ է դնում այնտեղ։ Մենք էլ մոտենանք, տեսնենք, թե ինչ է ասում։ Ասեմ, որ Աբովյանի հենց հետևում հայ-ռուսական բարեկամության հուշարձանն է, գիտեք, որ ռուս-թուրքական պատերազմներին բոլոր դեռևս մինչև խորհրդային միությունը հայ կամավորականները կռվում էին ռուսական բանակի կազմում։ Եվ սա լավի սկիզբն է, և այն ժողովուրդը, որը կարող է կերտել լավ ապագա, ինձ թվում է նրա շիվերը արդեն ճուղ են դառնում և բոլորիդ շնորհակալություն այդ պայքարում հաղթանակ ունենալու համար։ Շնորհակալություն շատ։ Պարոն Արման Մուշեղյանը մի մարդ է ամբասայլակի վրա նստած, բայց մեր նման ուժեղ ոգով, կամքով, խիզախությամբ և իր քաղաքացիական շիտակությամբ այն Հայաստանը, որի մասին խոսում է Ռաֆի Հովհաննիսյանը, այդ Հայաստանը հավասար հնարավորությունների Հայաստան էր և այդ Հայաստանին հավատաց նաև Արմանը։ Խնդրեմ Արման, ողջունեք Արմանին։ Պարոն Աբովյան, ո՞նց եք։ Վերջերս հաճախ են ինձ հարցնում, իսկ ինչ-որ բան փոխվելու է դեպի լավը։ Իմ պատասխանը հետևյալն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա այդ լավին, ինքը իր մեջ պետք է փոխվի դեպի լավը և ինչ կփոխվի դեպի լավը։ Ինձ հարցնում են, Ռաֆի Հովհաննիսյանը հեղափոխություն անելու է։ Ռաֆի Հովհաննիսյանը արդեն այդ հեղափոխությունն արել է։ Ամսի 18-ին, երբ որ մենք ստացանք այն թվերը և իմացանք, հասկացանք, որ արդեն հաղթանակ ենք ձեռք բերել, դա արդեն հեղափոխություն էր մեզ համար։ Եվ մեր ժողովուրդը իր ձայնը, իր քվեն տվեց Ռաֆի Հովհաննիսյանին։ Երևի ձեզանից քչերն են հիշում, որ 88-ի շարժումը սկսել է Աբովյան քաղաքից։ Իհարկե դա բնապահպանական բնույթ էր կրում, բայց հետո դա վերաճեց ազգային շարժման։ Եվ այս անգամ էլ աբովյանցիները չնայած եղան փորձեր, ճնշումներ, ընտրակաշառքների առաջարկներ, բայց մեր աբովյանցիները կանգնեցին և պաշտպանեցին իրենց ձայնը, իրենց քվեն։ Արդյունքում Ռաֆի Հովհաննիսյանը Աբովյանում մոտ 8500 ձայնով հաղթանակ տարավ, գերազանցելով մոտ 3000 ձայնով Սերժ Սարգսյանին։ Իհարկե մենք գիտակցում ենք, որ եթե ԲՀԿ-ն չեզոք դիր չգրավեր, միգուցե և թվերը այլ լինեին, բայց ԲՀԿ-ն հետամուտ եղավ և պաշտպանեց իր հայտարարած սկզբունքին, նա չեզոք դիր պահպանեց, մնաց ժողովրդի կողքին և պաշտպանեց ժողովրդի ընտրությունը, որի համար ես ողջունում եմ ԲՀԿ-ին։ Այժմ ես խոսափողը կփոխանցեմ նորընտիր նախագահ ժողովրդի
խվեց ստացած մեր տեխնացուին Ռաֆի Հովհաննիսյանին։ Բարի օր Աբովյան, գեցե ձեր հաղթանակը, գեցե Հայաստանի հաղթանակը, ողջունում եմ ձեզ։ Մի քանի ամիս առաջ շատ քչերը հավատում էին, որ Աբովյանը այս մարզը կոտայքի եւ Հայաստանի Հանրապետությունը կկարողանար հաղթահարել վախը, ստրգությունը, օտարվածությունը, արդակախտը, անարդարությունը եւ ասել, որ սա իմ ընտրությունն է, իմ երեխաների աբակայի որոշումն է։ Խոբան գնացած մեր հայրենակիցների վերադարձի ոչ թե վերջի, այլ ամենալավ հույսն է։ Եվ Աբովյանը դա փաստեց։ Խոնարհվում եմ, սիրելի հայրենակիցներ, ձեր խիզախության, ձեր շիտակության, Աբովյանի եւ Աբովյանի առջև խոնարհվում եմ։ Սա արդեն գուսակցության խնդիր չէ, այլևս ոչ Ռաֆի եւ Սերժի, ոչ մեկի հաղթանակը կամ բարդությունը։ Ժողովուրդը հաղթել է եւ բարդավոր են բոլորը, պահանջում են բոլորից հարգել ժողովրդի հաղթանակը։ Հարգեք ժողովրդի հաղթանակը։ Սա շամպանի մասին չէ, սա 80-20-ի դիմաց հաղթելու մասին չէ։ Սա նրա մասին է, որ Աբովյանից սկսած, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, հայ մարդը վերադիրացավ իր իրավունքին, իր սահմանադրության, իր երեխայի աբակային եւ ասաց, որ ոչ։ Մենք վախով չենք ապրելու սրանից հետո։ Հարկանքով, սիրով, ժպիտով, բայց իրավունքով։ Կողջունենք բոլորին, ովքեր ողջունում են Հայաստանի ժողովրդի հստակ, մեծամասնական, իրավական ձայնը։ Սպասում ենք քաջերին։ Երեք չառաջի օրը հանդիպեցի Ռուսաստանի դեսպանին, այսօր էլ Գերմանիային, դրանից առաջ Ամերիկային։ Բոլորը հարկանքի արժանի պետություններ են։ Մեր գլխի վրա դեղ ունեն, բայց իրենք առաջի հերթին։ Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից սկսած, ում բարեկամության հետ հուշարձանը մի փոքր հետևն է ստեղ, բոլորը առաջի հերթին պիտի հարգեն մեր շահը, հայ ժողովրդի ընտրությունը։ Մեր ռազմավարական գործընկերն է Մոսկվան, առաջի հերթին, թող որ լինի, հետո Վաշինգտոնը, հետո Բրուսելը, հետո Չինաստանը, բայց այդ ռազմավարական գործընկերները պիտի հարգեն մեր իրավունքը, մեր քաղաքացու ընտրությունը, մեր պետության ինքնիշխանությունը, մեր ազգային շահը, Արցախի ճանաչումից մինչև ցեղասպանության ճանաչում եւ հատուցում։ Իրենք պիտի հասկանան, որ եթե կա ռազմավարական գործընկերություն, այս 300 պաշտպանական համակարգը առավոտը մեզ չեն հանձնել, որ գիշերը հանձնեն այդ հարևանին, որ ուզում է ոչնչացնել Արցախը եւ Հայաստանը։ Նույն Ամերիկան, եթե ուզում է ռազմավարական գործընկեր լինի, թող որ լինի, Պարսկաստանը լինի, Եվրոպան, Չինաստանը, բոլորը թող լինեն, հենց այստեղ քաղաքակրթությունների ծննդավայրում, Հայաստանում, Նոյի աշխարհում, թող գան երբ խոսեն բոլորը, բայց առաջի հերթին ոնց որ մենք մեզ հարգեցինք փետրվար 18-ին, թող բոլորը մեզ հարգեն։ Եվ դրա համար հարկանք պետություններին, միջազգային հանրության, ձեր անունից պատիվը իմն էր 21 տարի առաջ բարձրացան մեր պետական դրոշակը Միավորված ազգերի գազագերբության շենքում։ Իմ մոտ չեք տեսնի երբեք այլևս ժառանգության նշան։ Ես ճանաչում եմ ոչ կուսակցություն, ոչ հարանվանություն, ես ճանաչում եմ մի պետություն, մի դրոշակ, մի ժողովուրդ, եւ այդ ժողովուրդը փետրվար 18-ին խոսել է։ Եվ ես պահանջում եմ մեր ռազմավարական գործընկերոջից, պարոն Պուտինից, պահանջում եմ Օբամայից, Բարոսոյից, Օլանդից, բոլոր հարկերի ղեկավարներից աշխարհ քաղաքական խաղ չտան հայ ժողովրդի հետ, ոչ մի զիջում մեր ազգային շահերի, մեր պետության ինքնիշխանության հարցում եւ ոչ մի զիջում հայ ժողովրդի ձայնի նկատմամբ, ով գողացավ ձայնը, ով հեքնեց, ծաղրեց, պատասխան է տալու Հայաստանից սկսած բոլորը մեր գլխի վրա այդ բուրագի օրինակով մեր գլխի վրա տեղ ունեն քաղաքացիից մինչև ոստիկան, Պաշտոնյայից մինչև մնացած շարքային քաղաքացիները, գյուղացիները, բայց սրանից հետո
ով խախտեց օրենքը, ով թույլ չտվեց, որ դուք իրացնեք ձեր աշխատանքի, ազատ խոսքի, հավաքների գնալու, ազատ տեղաշարժվելու, այսօր ժամը 5-ին Ազատության հրապարակ այցելելու, մարտի 2-ին ժամը 5-ին Ազատության հրապարակ նորից այցելելու իրավունքը ինքը պատասխան է տալու։ Եվ ես կասկած չունեմ, որ սրանից հետո ամեն մեկս մյուսին պիտի հարգի։ Պարզապես դուք էլ իմացեք, որ այս պայքարը կարող է տևել մի օր, մի շաբաթ, մի ամիս։ Ես հետ չեմ կանգնելու։ Եթե դուք հետ չեք կանգնելու, ես հետ չեմ կանգնելու։ Պայմանավորվեցենք։ Ով նամուս ունի, ով ժողովրդի նկատմամբ հարկանք, վերևից ներքև, հրաժարական պիտի տա, ներողություն պիտի խնդրի, եւ եթե չարեց, դատարանի առջև պիտի կանգնի։ Պայմանավորվեցինք։ Դրա համար ամեն մեկ իր խղճի դերն է։ Սահմանադրության ներքո բոլորս համաձայն, համերաշխ, հավասար պատասխան ենք տալու, ինձնից սկսած, բայց սրանից հետո գապ չունի Ռաֆի է անունը, թե Սերժ, թե Ռոբերտ, թե Լևոն, թե Մարզբետ, քաղաքաբետ, գյուղաբետ, միլբետ, գապ չունի, բոլորս միասին սիրում ենք մեր հայրենիքի եւ այդ սերը պահանջում է, որ սիրենք առաջի հերթին մեր օրենքը, մեր սահմանադրությունը եւ ձեր իրավունքը, սիրելի աբովյանցիներ, փետրվարի 18-ին դուք խոսեցիք, դուք հաղթեցիք, հայ ժողովուրդը հաղթած ժողովուրդ է եւ սրանից հետո ձեր իրավունքը, մեր ազգային շահը, մեր տարածքային ամբողջականությունը ոչ մեկը մեր ձեռքից չի խլելու եւ ոչ մեկը չի խնայվելու, ամեն մեկը արժանապատիվ, աշխատանքով, կենսաթոշակով, ավանդով, ազատամարտիկի հարկանքով, համազգեստի նկատմամբ բադվով եւ քաղաքացու նկատմամբ շարքային ագնացանքով Հայաստանի քաղաքացին է թագավորը։ Թող ոչ մեկը սրանից հետո ինձ չմոտենա ասեք թագավոր ջան, ոչ։ Թագավորների ժամը անցել է, թագավորը մեր սահմանադրությունն է եւ Հայաստանի ժողովուրդն է։ Թագավորը մեր երեխաներն են։ Գեցե Աբովյանը, գեցե Կոտայքը, գեցե Հայաստանի Հանրապետությունը, հաղթանակը շնորհավոր եւ ի կադար։ Սիրելի աբովյանցիներ, պարոն Հովհաննիսյանը արդեն հայտարարեց գրաֆիկի մասին, այստեղ ձեր շարքերից ինձ մոտեցան մարդիկ, ովքեր ցանկություն ունեին այս արտակից խոսելու, ես ներողություն եմ խնդրում, բայց մեր գրաֆիկի պատճառով մենք հնարավորություն կունենանք, խոստանում եմ, այս արտակից դեռ շատ ու շատ խոսել Հայաստանի ապագայի մասին, Հայաստանում տեղի ունեցողի մասին, պարզապես ինձ մի կարճ խնդրանք աբովյանցիների կողմից, խնդրեցին, որ այս ամբյոնից հայտարարեն, Աբովյանը, ինչպես եւ մյուս բոլոր բնակավայրերը չեն մոռացել եւ ոչ մի հանցագործություն, չեն մոռացել մարտի 1, չեն մոռացել հոկտեմբեր 27 եւ մենք այսօր Ազատության հրապարակում ժամը 17:00-ին հավաքվելուց հետո վաղը ժամը 12-ին Ռաֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսից հետո Ազատության հրապարակում շարժվելու ենք մարտի 1-ի զոհերի եւ նահատակների հիշատակահարգելու Միասնության արշանի հարևանությամբ նրանք ովքեր կարող են մեզ միանալ վերել այդ Բացանակ, շնորհավորում եմ բոլորին։ Ձեզ մեր տանն եք տելիս, այսօր եկել եմ անձամբ ձեզ տենալ, ձեզ հետ ենք, անձամբ եկել ենք ձեզ տեսնելու։ Ձեր արտանակի, իրավական, ամրագրման, արտանշավը, չկասկածեք դրանում, չվհատվեք և այս հնարավոր է լինելու, հնարավոր եղած փետրվար 18-ին, ձեր միահամուր, քվեարկությունը և արտանակը, գետե Աբովյանը, գետե Հայաստանի Հանրապետությունը, մինչև հանդիպում, ձեր բարևը կանենք Երևան Ինչա։ Ասարեթ Հովհաննիսյան։ Ռաֆի Հովհաննիսյանն է սիրում, հա? Չէ։ Չէ։ Պապայի։ Պապային է սիրում։ Հրաչ Հովհաննիսյանն ասել։ Միան զենքերդ վար չտելեք, կնակ մինչև
Ժողովուրդը կյանքում չհավատաց դեպի։ Այո, դուք իրեն աջակցում եք։ Այո։ Այո, եւ քվեարկել եք իրոք։ Այո։ Կարող եք ներկայանալ։ Լիա։ Լիա։ Դուք որոշեք։ Ինչ ես իրեն ընտրել, ինչ Եթե պիտի ընտրեք մարտի 2-ին։ ինչ հույսեր ես կապում իրեն։ Սեր։ Մեծ հույսեր։ Հա, շատ Օրինակ։ մեծ հույսեր, շատ մեծ հույսեր։ Լավ ապագա։ Ահա։ Երկրի համար։ Իսկ հիմա ուսանող ես դու։ Հա, չէ։ Արդեն ավարտել ես։ Հա, Հա։ Աշխատում ես։ չէ, դեռ չէ։ Դեռ Ոչ։ շնորհակալություն։ Ամեն օր էս դժվար գործը կատարելու համար։ Ահա, Բոլոր շնորհակալություն։ ռայոնները ինտերնետով հետևում են ձեր։ Արդեն հաղթել ենք։ Պիտի արդեն Միասին ենք։ իհարկե կարելի է։ Ով է գալու։ Հաջողություն, հաղթանակներ, մինչև հաղթանակ։ Քիչ առաջ նկարվեցիր դու Ռաֆիի հետ, ուրախ ես։ Շատ ուրախ է։ Ինչու։ Դե մեծ բարձանք է նման մարդու հետ հանդիպելը։ Անունդ կարող ես ասել։ Արման։ Արման։ Դպրոցական ես, թե ուսանող ես։ Ուսանող։ Ուսանող ես։ Ինչ ես սովորում։ Ինչ մաս։ Քոլեջում սովորում եմ։ Կոլեջում ինչ ես դառնալու, որ ավարտես։ Ավարտելու եմ, ընդունում եմ ռազմական։ Ուզում ես որ դեմոկրատիա լինի, չէ, Հայաստանում։ Ինչու ես Ռաֆիին ընտրում օրինակ։ Ինչ Դե որ հեղափոխությունը լավ լինի։ հեղափոխությունը լավ լինի, որ ինչ լինի։ Դե պետությունը բարգավաճի։ Բարգավաճի։ Մեկ-մեկ նաև մեր ներկայացուցիչները վրիպել են եւ այդտեղ որտեղ մենք վրիպել ենք Բարգավաճը, Դաշնակցությունը, ՀԱԳ-ը, մյուսները եկել են եւ օգնել են։ Ով որ սխալվել է պատասխան պիտի։ Հիմա արդեն տեսնում ենք Ռաֆին ավարտեց իր հանդիպումները եւ արդեն կարող ենք ասել, որ ուղևորվում է դեպի Երևան, իսկ մենք մոտենանք մեր Ռաֆի Հովհաննիսյանի աջակիցներին, ինչ որ բան ունեք ասելու, եկել եք հանրահավաքի, մի երկու խոսք ասեք ձեր իսկ սերնդակիցներին, հայաստանցիներին, ձեր համակարգացիներին, ինչ կարող է, ինչու եք եկել այստեղ։ Ողջունելու Ողջույն։ մեր նորընտիր նախագահին։ Ձեր դուստերն է։ Այո։ Այո, անուն ինչպես է։ Լիլիթ։ Անահիտ։ Դու էլ ես, չէ՞, քվեարկել Ռաֆի օգտին։ Չէ, անչափահաս է դա։ Անչափահաս ենք, հա։ Իսկ աշխատում եք, աշխատանք։ Ոչ։ Ամուսինը։ Ահա։ Այստեղ է աշխատում։ Այստեղ է, հա։ Հա։ Աշխատանք ունի։ Չէ, այս ձմռան ամիսներին ոչ։ Ահա։ Լավ, շնորհակալություն։ Ուրիշ ցանկություն ունեք հայտնելու։ Այդ ձեր համակարգացիներին ինչ եք ասում։ Չէ, առանձնապես չէ։ Իսկ դուք Անահիտ, ինչ կա։ Պայքարելու ենք, որպեսզի Ռաֆի Հովհաննիսյանը հաղթի։ Ահա, ահա։ Ինչ ես ուզում որ հաղթի Ռաֆի Հովհաննիսյանը։ Որովհետև ինքը հայ մարդ է, ժողովրդավար եւ հայրենասեր է։ Մենք իր հետ ենք։ Շատ շնորհակալություն Անահիտ։ Ստեսություն։
Մենք էլ ասենք, որ հիմա մենք ավարտում ենք այստեղ մեր ուղիղ հեռարձակումը Ազատություն TV-ի, ինձ հետ է Ռուզան Ստեփանյան, այո։ Հիշեցնենք, այո, որ ժամը 4-ին Ազատություն ռադիոկայանի Երևանյան գրասենյակում հյուրընկալելու ենք հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանին, նա ըստ էության փորձելու է պատասխանել Ռաֆի Հովհաննիսյանի հնչեցրած պահանջներին, կոչերին, կլսենք նաև իշխող հանրապետական կուսակցության տեսակետը բարևի հեղափոխության ընթացքի շուրջ։